2025 թվականի դեպտեմբերի 30-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանավորում։ Այս փաստը շատերին ապշեցրեց։ Խաչիկը ընտրակաշարք բաժանող ծիծաղելի մեղադրանք է եւ կալանավորել Ամանորի նախօրեին, որպեսի հարվածն ավելի ցավոտ լինի։ Այո, սրանով նպատակ ունեին թե հենց կոնկրետ Խաչիկ Գալստյանի ընտանիքին եւ թե նրա կուսակցական ընկերներին ցավեցնելու, վնաս տալու, դրանով իսկ երևի մնացած մյուս քաղաքական ուժերին եւ նաեւ հասարակական գործիչներին, ակտիվ քաղաքացիներին ցույց տալու, որ մենք ինչ ուզենք կանենք, երբ ուզենք կկալանավորենք, ընտանիքից կզրկենք, Ամանորին չենք թողնի դու քո որդու հետ, անչափահաս երեխայիդ հետ լինես, բոլորդ իմացեք ու վախեցեք։ Այս մի փունջ քաղաքական նպատակներ ուներ այս ամբողջ գործողությունը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ուսումնասիրելով կալանավորման այսպես ասած հիմքերը, համոզվել է, որ Խաչիկ Գալստյանին ուղղակի պատժել են։ Այո, նրանք տևական մի քանի օր առաջվանից իրենց ունեցած այդ տվյալները մի քանի օրվա վաղեմություն ունեին եւ հետեւաբար եթե չլիներ զուտ պատժելու, զուտ վնաս տալու իշխանության ցանկությունը, ապա կարող էին հանգիստ սպասել մինչև անգամ, չգիտեմ, հունվարի 7-ը, 10-ը եւ նոր միայն այդ գործողությունները իրականացնեին, բայց միայն դրանով չի սահմանափակվում այս գործողությունը, այլ այն քաղաքական, այս հետապնդման տակ դրած են քաղաքական նպատակով, որ մեծ հասանելի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում մեղադրանք որպես այդպեսին գոյություն էլ չունի։ Նախաքննական գաղտնիության սկզբունքը հաշվի առնելով, փաստաբանը բացահայտումներ անել, տվյալներ մատնանշել չի կարող։ Վստահաբար կարող եմ իրավական գրանատականը տալ, որ ներկայացված նյութերում չկային այնպիսի տվյալներ, որոնք գոնե հիմնավոր կասկածի շեմից մի քիչ բարձր կամ նույնիսկ շեմի մակարդակում կարող էին հիմնավորել, որ Խաչիկ Գալստյանը ենթադրաբար կատարել է տարարք, այսինքն նույնիսկ այդ ենթադրությունը հիմնավորված չէր եւ նյութերով չէր հիմնավորվում։ Հայոց աշխարհում Թուրքիայի լամուկը չպետք է իշխի առանց Թուրքի Հայաստան։ Կասկածից վեր է Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է, հաստատում են թե իրավապաշտպանները, թե քաղաքագետները եւ առհասարակ իշխանությունների գործելավոճն ու ձեռագիրը ճանաչող մարդիկ։ Ընդհանրապես անհեթեթ է ընտրակաշարքի հետ կապված քրեական գործ հարուցել ընտրությունների ավարտից 6 շաբաթ հետո։ Այդ կարգի հանցագործները որպես շուրջ 3 տասնյակ քաղաքական պայքարի փորձ ունեցող մարդ եմ ասում, այդ կարգի հանցագործությունները սովորաբար կամ հենց ընտրական գործընթացի ընթացքում են բացահայտվում կամ ընտրությունից անմիջապես հետո 6 շաբաթ հետո չեն լինում։ Դա կրկնում եմ, սա նոնսենս է նույնիսկ, մի քիչ անլուրջ բան է դրսևորում, սրանով այդ գործի արժանահավատությունը որպես իրավական գործընթաց ամբողջովին վերանում է։ Սա մեկ։ Երկրորդը երկակի ստանդարտներով չի կարելի առաջնորդվել։ Հիշում եք դուք, որ վաղ շաբաթի ընտրություններում շատ ակտիվ խոսվում էր ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բարեգործության անվան տակ ընտրակաշարք բաժանելու, չասեմ, բազմաթիվ դրվագներ կային, հիշում եք երևի, բայց այդ գործերով այդ պարագայում ոչ մի ճնշում չկար։ Իշխանությունները փաստարկված, հիմնավորված քննադատությունը չեն ներում, որովհետև դա արդեն քննադատություն չէ, այլ իրողության արձանագրում։ Իշխանությունը հենց այս պահին խնդիր ուներ ընտրությունների նախաշեմին հնարավոր այն ողջամիտ խոսքը, որը կմերկացնի իշխանությանը իր վարած սխալ քաղաքականությամբ, կործանարար քաղաքականությամբ, պետք է լրացնել դա։ Եթե մինչև այդ լրացնում էին ենթադրենք փողոցային ակտիվություն, մեծ ակտիվություն ունեցող գործիչներին, հաջորդ փուլում նախընտրական նրանք անցան արդեն միտքը, ամբողջական միտք ասող կամ քննադատություն հնչեցնող անձանց մեկուսացնելով։ Խաչիկ Գալստյանին ճանաչողները գիտեն, որ նա չկոտրվող, պայքարող ու նաև իշխանությունների ընդունակությունները լավ ճանաչող տեսակ է։ Ես Խաչիկ Գալստյանին շատ լավ ճանաչում եմ։ Այն սակավաթիվ մարկանցից մեկն է, որ վստահաբար կարող եմ պնդել, որ նրան մեղսագրվող արարքի հետ կապ ունենալ չի կարող, եւ պատահական չի, բնականաբար ընտրություններից առաջ այս ավտորիտար գործողությունների համատեքստը իշխանությունը պահպանում է, եւ այո, ազդանշան տրվեց, որ այնինչ մենք Ամանորից ամիսներ առաջ տեսել ենք, նույն տեմպով գուցե ավելի ուժգին շարունակվելու են նաև նախընտրական փուլում։
Արսեն Բաբայանը երեկ է գնացել Արմավիր քրեակատարողական հիմնարկ Խաչիկ Գալստյանին այցելության։ Իր ուղերձը մեկն է դիմադրել, դիմանալ եւ անպայման բարին հաղթելու է չարին։ Փաստաբանները հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի կալանավորման որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու են։